Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 18-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին հուլիսի 18-ին։ Ուշադիր եղեք, այդ օրը կաղաքվի ջել ինչ-որ մարդկանց հետ, հատկապես ըստ տղայի ընտանիքի անդամների հետ, ուշադիր եղեք։ Նաև ոմանց համար սա տուն եք մաքրում, ձեզ աջակցում են, ձեզ օգնում են։ Տեսնենք ով է այս տղան։ Ընտրություն եք անելու, միգուցե առաջարկություն է արել ձեզ ինչ-որ մի հարցի հետ կապված եւ դուք ընտրում եք։ Դա նաեւ ինչ-որ մի տղայի հետ կարող եք ամեն մեկը գնալ ձեր ճանապարհներով։ Ընտրեք ձեր ճանապարհը, հա, գնաք զբաղվեք ձեր կյանքով, ամեն մեկը նաեւ այդպես կարող է լինել, այստեղ չի բացառվում։ Կամ ինչ-որ բան է, կամ հանդիպել իրեն արդյոք թե ոչ, շփվել հետը թե ոչ։ Եվ այդ օրը կզբաղվեք տան հետ կապված հարցերով, միգուցե նաև այստեղ տեղափոխություն է, միգուցե առիթ է ձեր տանը, կամ պետք է գնաք այդ առիթին, նաև վերանորոգում կարող եք սկսել, կամ արդեն ավարտում եք, կամ սա նաև կարող է լինել բնակարանամոտ, այսինքն մաքրում եք, որպեսզի մտնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին, սա տարվա ծնված ցուլերին է միայն վերաբերվում։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 18-ին։ Հաջողություն, յուրաքանչյուր ոլորտում հաջողություն, բայց չի այստեղ նաև խոչընդոտներ ունեք։ Ինչ-որ մի բանում հաջողության կհասնեք, հաջողությամբ կավարտեք որևէ գործ, իսկ մյուսում այստեղ խոչընդոտներ կան։ Տեսնենք ինչ խոչընդոտ է։ Նայեք, այս կինը ներքևներ, այս կինը նաև խառնելուց, կիսելուց ես նա դրա համար նայեցի, տեսա ինքը ներքևն էր։ Ինքը այստեղ էր լինելու։ Ուղղակի մնաց ինքը։ Դրա համար այսպես եղավ։ Ուրեմն այստեղ այս կամ կնոջ մոտ է խնդիրներ եւ դուք պետք է աջակցեք իրեն, օգնեք, կամ այդ կինն է ձեզ համար ստեղծում խոչընդոտներ։ Իր արածով, իր արարքով, մի խոսքով։ Այդ օրը նաեւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, սա հավատարմություն է, սա մտերմություն է։ Սա նաեւ կողակցի հավատարմությունն է։ Շրջապատում ավելի այդպես մեկը մյուսի հանդեպ, ընկերական կլինի եւ ընտանիքը եւ աշխատանքի վայրը, եթե աշխատում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին հուլիսի 18-ին։ Բոլորի մոտ այդ օրը խոչընդոտներ կան։ Եթե նայեք ամսվա ծնվածների մոտ եւս էլի խոչընդոտներ կան։ Խոչընդոտներ կան այդ օրը, ձեզ մոտ պետք է հաղթարեք, միգուցե տան հետ է կապված։ Սիրային թեման է այստեղ, զույգի հետ է կապված։ Իրար կամ լավ չեք հասկանում, կամ ընտանիքի անդամներն են այստեղ։ Ուշադիր եղեք, ճակատագրական քայլ չանեք այդ օրը։ Խոսքով էլի եւս դժվարություններ կան եւ դրա համար, հա, ընտանիքով կարող քննարկում եք ինչպես լուծել այդ հարցը։ Եթե չի, ապա այստեղ հարաբերություններում է հենց խնդիր, խոչընդոտ։ Մի քիչ հանգիստ թողեք, թող այդ պահը անցնի, որովհետեւ եթե լարվածությունը անդադ կա ու կա,
դա վերջում այդքան էլ լավ բանի չի բերում, պետք է մի պահ ոնց որ թողեք, թող մարդը հանգստանա։ Նաև կարող չեք կողմ հանդիպել ձեր սիրելին, տեսնել ձեր սիրելին, սիրո խոստովանություն անել, որովհետև կամ մոտենալ, խոսել, շփվել, ծանոթանալ, դժվարություն է ստեղծում, չի ծանոթանում։ Նաև տան հետ կապված այստեղ ոմանք կարող են տեղափոխվել, բնակարանամուտ նշել, նաև առիթ կարող է լինել ձեր տանը կամ պետք է գնաք, հյուրեր ընդունեք տանը, այդ դժվարություն կա։ Դժվարություններ կան նաև այդ օրը, այդ դժվարությունները պետք է կարողանաք հաղթահարել։ Սա նաև ոմանց համար ճակատագրական քայլ է։ Դա կարող է լինել օրինակ տան վաճառքը, տուն գնելը։ Դա եւս հատկապես հետադարձ է Մերկուրին բացարձակապես խորհուրդ չի տա տենց մեծ բան գնել։ Տեսնենք ինչ խնդիր է սա։ Նայեք լարվածություն կա։ Ոմանց մոտ սա իրոք ընտանիքի անդամների հետ է կապված, այստեղ պետք է շատ ուշադիր եւ եթե չեք ուզում վիճաբանություն, չեք ուզում բաժանում, ապա պետք է ամեն ինչը այդ օրը հանգիստ անեք։ Հանգիստ նայեք ամեն ինչին, յուրաքանչյուր բան։ Որտեղ բորբոքվում եք եւ բորբոքված ժամանակ կարող եք եւս ճակատագրական քայլ անել, ճակատագրական սխալ քայլ անել։ Եվ այդ խնդիրները չեք կարողանում ոնց որ լուծել, խնդիրներից է Այսինքն ոնց որ դիմացը դժվարություններ են եւ այդ դժվարություններից դուք ոնց որ գորգռում եք, հա չեք կարողանում այդ հարցին լուծում տալ։ Ավելի ուղղակի պետք է հանգիստ լինել, հանգիստ եղեք որքան կարող եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին հուլիսի 18-ին։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց կնոջ հետ։ Ինչ որ կին է, տեսնենք ով է։ Նա ձեր ծնողները կարող են լինել, մայրը կարող է լինել, այստեղ երկուսն էլ տարեց են, սա ցույց է տալիս ձեր ծնողների հետ եք լինելու։ Նաև այդ օրը գաղտնիք կբացահայտվի, ոմանք նաև գուցե գնում եք բանկ, այդտեղ եթե բանկում հարցեր ունեք կարող եք այցելել, դեռու եթե բաց է։ Նաև ուսմամբ կզբաղվեք, գիտելիքներով կզբաղվեք, ուսմամբը դա կա պարտադիր չի գնալ ինստիտուտ գալ։ Դա կարող է լինել նաև YouTube-ից ինչ-որ մի բան սովորել։ Եվ այդ օրը ոմանց ցանկությունները կիրականանան, նաև եթե դրսում ապրող ինչ-որ մեկ ունեք, ապա իրենց լուր կլսեք, գուցե գալիս է, գուցե դուք եք գնում այնտեղ, աստղի նման կարող եք փայլել, նաև այդ օրը այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին հուլիսի 18-ին։ Ձեր ցանկությունները կիրականանան, ինչպես որ նախորդին արդեն ասեցի, այստեղ կարող եք գնալ նաև օտար երկիր, այցելել օտար երկիր, այստեղ կամ իրենք են գալիս ձեզ մոտ։ Նաև կարող եք փայլել աստղի նման, կարող եք այստեղ զբաղվել այդ գործողությամբ, գնում եք հանգստանալու եւ հավաքվում եք։ Նաև դա եթե օտար երկրում բնակվող մարդիկ կան, իրենց մասին ոչ ինչ որ մի բան կամ սպասում եք որ գնան հասնեն այնտեղ, ձեզ լուր ասեն։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, այստեղ կարող է ձեր երեխաներն են կամ ամուսիններ են գնում են օտար երկիր եւ սպասում եք իրենցից տեղեկություն, որ հասել են։ Տեսնենք ով է այս տղան։ Իր կյանքում փոփոխություն է տեղի ունենալու, տեղափոխվում է, նայեք, այստեղ եւս սա էլ է ցույց տալիս, որ կարող գնում է մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, մեկ այլ բնակարան, նաև իր կինը կարող է լինել հղի, ծննդաբերի, ինչ-որ փոփոխություն է մտնում հենց այդ տղայի կյանք։
Եթե ոչ, ապա եթե դուք տղա չունեք, հա, կամ ձեզ հարազատ շատ մեկը չկա, ապա դա կարող է լինել ինքն է ձեր կյանքում փոփոխություն մտցնում։ Այդ տղան գուցե ինչ-որ մի բան է անում, որը ձեր կյանքը ինչ-որ լավ բան է մտնում, գուցե ինչ-որ մի իր մտնելով է ձեր կյանքը փոխում, կարող է նոր ծանոթություն է, նոր սեր է եւ այդպես։ Եվ այդ որ նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ աղջիկա հետ։ Տեսնենք, կամ իր մասին ինչ-որ տեղեկատվություն կիմանաք, ես այդպես է գիտեի։ Այստեղ իրոք գնում են, ինչ-որ մարդիկ են գնում, այստեղ զույգ են հաստատ եւ գնում են օտոկա դուք եք այստեղ եւ կամ ձեր երեխաներն են գնում, ինչ-որ փոփոխություն է այստեղ։ Եվ նույնն է, երկուսին է նույն քարտը դուրս եկավ, ինձ սկզբից էլ ասացի։ Սպասում եք իրենցից լուր, կամ պատրաստվում են գնալ, կամ եկել են այստեղ զույգերով, ձեր կյանքն են փոխում, միգուցե վաղուց չեք տեսել իրենց։ Եվ իրենց տեսնելով, հա, եւ ասա ոնց որ ձեր կյանքն էլ է փոխվում հիմնովին։ Մի խոսքով ինչ-որ բան է այստեղ։ Փոփոխությունը եւ աղջիկա մոտ է, եւ տղայի մոտ է։ Եվ հղիություն եւ ծննդաբերություն այստեղ։ Չի կարող միաժամանակ երկու երեխաների մոտ փոփոխություն տեղի ունենա։ Այն են նույն փոփոխությունը, դա իրար հետ է շատ կապնված։ Դա օրը ձեզ ցույց կտա։ Կամ իրոք օտար երկիրն է այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օծերի։ Ինչ է սպասվում օծերին հուլիսի 18-ին։ Ոմանք այդ օրը վերջապես ինչ-որ մեկը ընկավ, ով որ առիթ ունի, վերջապես, այդ օրը առիթ կունենաք, ծնունդ, կնունք, հարսանիք, նաև դա կարող է լինել հասարակական կյանք, հասարակական գործունեությամբ կզբաղվեք այդ օրը, գուցե սոցհարթակում ավելի շատ լինեք, կամ նաև նման գործողություն է, այստեղ արքով վաճառքով զբաղվեք այնտեղ։ Շատ զրույց, շատ խոսակցություն, այստեղ եւս է կարող ինչ-որ մի տեղ եք, որտեղ շատ մարդիկ կան եւ բավականին շատ եք ասելու, խոսելու այդ մարդկանց հետ, հա, շփումը բավականին շատ է լինելու։ Նաև ուշադիր եղեք բամբասանք, այստեղ կարող է հասարակական կյանքի հետ է կապված։ Ձեր մասին են կարող խոսում, բամբասում, ցույց դնում ինչ-որ բաներ։ Եվ այդ օրը ընտրության առջև եք կանգնած լինելու, ոմանց համար շատ կարևոր ընտրություն է դա, ոմանց համար ուղղակի թեթև, հա, ինչ կրեմ այսօր, ինչ հագնեմ, այդպես, ինչպես որ ականջողը, հա, կրեմ այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին հուլիսի 18-ին։ Բայց է ոլորտ է ձեզ մոտ կայունանալու, ինչ-որ մի բան է հանգստանալու, կարգավորվելու։ Հետո նաև կարող ձեր շրջապատի մարդկանց հետ ավելի շատ լինել, երկար մնաք իրար հետ, զբաղվեք ինչ-որ գործունեությամբ։ Նաև նոր կյանքի իմաստ կգտնեք ձեզ համար, ավելի իմաստուն կլինեք։ Մի փոքր այստեղ ուշադիր եղեք, որպեսզի կորուստներ չունենաք, տեսնենք ինչի կորուստ է սա։ Եվ հենց իրոք ինչ-որ մի բան կորելու, գողանալու հետ կապված։ Այստեղ ձեր կյանքն է, ձեր շրջապատի մոտ, հա, ձեր ոնց որ հեղինակությունը, հա, ուշադիր եղեք, որ հեղինակությունը չընկնի։ Ձեր շրջապատի մարդկանց մեջ, ձեր այն մարդիկ, հա, փոքր շրջապատ է, բայց հա, այդպես։ Գուցե նոր շրջապատ եք մտնում։ Այնտեղ ուշադիր եղեք։
Այստեղ նաև կարող է շրջապատին հրաժեշտ եք տալիս, որովհետև գնում եք օտար երկիր եւ բնականաբար կորցնում եք այն ընկերներին, որոնց հետ շփվում եք հիմա։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին, նաև ոչխարներ է կոչվում։ Ինչ է սպասվում այծերին հուլիսի 18-ին։ Նամակագրական կապի մեջ կլինեք այդ օրը, նաև կարող փաստաթուղթ ստանալ, փաստաթուղթ ձևակերպել, լրացնել, ցուցակ կազմել, ցուցակ գրել, նաև դա կարող է լինել փաստաթղթերի կարգի բերում, ոնց որ կարգի բերեք ամբողջ փաստաթղթերը եւ հաջողություն ունեք։ Հաջողություն այդ օրը յուրաքանչյուր գործում այն ինչ որ կանեք այդ օրը։ Նաև ոմանց մոտ գաղտնիք կբացահայտվի, ոմանք կզբաղվեն ուսմամբ, գուցե ինչ-որ գիրք եք գրում, դրա շարունակեք, կամ գիրք եք կարդում, դա շարունակեք։ Հատկապես հետադարձ Մերկուրի ժամանակ շատ է լինում, ոնց որ մարդը հետ է վերադառնում այդ գրքին եւ սկսում է կարդալ այն։ Ուսմանն է վերադառնում, ինչ-որ մի բան կիսատ է մնացել եւ դա եւս էլի շարունակում է սովորել։ Այսքանը ձեզ համար հաջողակ օր է։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին հուլիսի 18-ին։ Այստեղ բավականին առիթ կլինեք ճանապարհներին, շատ կլինեք ճանապարհ կգնաք, հյուրեր կընդունեք, դուք կգնաք հյուր, նորություններ կլսեք, գուցե նաև դրսում փորձեն ձեզ հետ ծանոթանալ։ Այդ օրը նաև ոմանք նոր կյանք կսկսեն, նոր հնարավորություններ, նոր գործ, նոր բիզնես, նոր աշխատանք, նոր ծանոթություն, ինչ-որ մի բանը ձեզ մոտ նոր է սկսվում։ Եվ դե փոքր է, այստեղ հղիություն դա կարող է լինել, ծննդաբերություն կարող է լինել եւ ընտրության առջև եք կանգնած լինելու այստեղ։ Ոմանք շատ կարևոր, լուրջ ընտրություն է, ոմանց մոտ է սա նաեւ դա ինչ բիժուտերիա կրեմ, ինչ հագուստ հագնեմ, որ գույնը այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին հուլիսի 18-ին։ Այդ օրը ոմանք սիրային ժամադրության կլինեն, հանակընկալներ, նվերներ, բարձր տրամադրություն, ուրախ պահեր, միգուցե ծնունդ է, կարող առիթ է իրոք, տղայի առիթ է տանը նշում եք, նաև հյուրեր կարող եք ընդունել, տան հետ կապված ինչ-որ հարցերով զբաղվել, վերանորոգում անել կամ տեղափոխվել, իրոք առիթ է, այդ օրը ծնունդ է, ինչ-որ մի բան է, նաև բնակարանամուտ դա կարող է լինել, էլի նշում եք, այնպես տուն եք գնում, տուն եք վաճառում եւ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է։ Ինչ-որ տղա է այդպես առույգ, գուցե հյուր է գալիս ձեր տուն, կամ դուք եք իր տուն հյուր գնում, իրենից նորություն կլսեք, իր հետ ճանապարհ կարող եք գնալ երկար, կամ իմանաք, որ ինքն է գալիս, ինչ-որ ակտիվ գործողություններ է սկսել անել,
ինչ-որ մի հարցի հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին հուլիսի 18-ին։ Այդ օրը ճանապարհներին շատ կլինեք, հնարավոր է տեղափոխություն, մեկ այլ տարածք, մեկ այլ տուն, մեկ այլ հասցե, երկիր։ Նաև այդ օրը բավականին շատ ուժ կունենաք ինչ-որ գործեր առաջ մղելու համար, հա, այսպես թե այնպես ձեզ ոչինչ չի խանգարում, դեռ մի բան ոնց որ ավելի ուժով եք, որ ինչ-որ մի բան առաջ տանեք։ Ուշադիր եղեք պետավտոտեսուչներին, որտեղ ճանապարհին կարող շատ լինել եւ այդտեղ բախվեք պետավտոտեսուչներին։ Ինչ որ մարդիկ կարող են լինել, ովքեր ձեզ աջակցեն, օգնեն, այդտեղ հավատարիմ ընկերներ կարող են լինել, ովքեր օգնեն ձեզ կամ ձեր աջակցությունը պետք կլինի իրենց։ Նաև ընկերական մթնոլորտ է ձեր շուրջ բոլորը եւ կարող են մեկ բոլորը այդ օր լեզու գտնել, լինի դա աշխատանքի վայր, ընտանիք, թե ինչ որ շրջապատ։ Եվ նոր ընկերների հետ կարող ծանոթանալ, օրն անցկացնեք ձեր ընկերների հետ միասին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին հուլիսի 18-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, ոմանք իրոք շատ լուրջ, ոմանք թեթև, հագուստի հետ կապված։ Դա կարող է լինել երկու մարդկանց ուղին բաժանվում է, այստեղ ինչ-որ մի տղամարդու հետ, դա կարող է լինել գործընկեր, զուգընկեր, կամ ինչ-որ մեկը գնա տանից, կամ գնա առանձին ապրի, կամ եւ այլն։ Տեսնենք ով է այս տղամարդը, ում հետ կարող եք հանդիպել, շփվել այդ օրը։ Նա ձեզ հաջողություն է բերում, իր կյանքում կարող է լինել հաջողություն, ինչ-որ մի հաջողակ մի բան լինի իր մոտ, իմանաք այդ օրը։ Կամ ծանոթանալով ձեզ հետ ձեր կյանք հաջողություն է բերում, մեկ այլ հարց կարող է լինել այստեղ, որ ինչ-որ մի բան է անում ձեզ համար հաջողությամբ։ Այդ օրը նաև շատ կլինեք ճանապարհներին, այսօր կողմ կգնաք, դրսում միգուցե փորձեք ծանոթանալ ինչ-որ մեկի հետ կամ ձեզ հետ փորձեն ծանոթանալ, հյուրեր կընդունեք, դուք գնաք հյուր։ Ոգևորված ձեր գործերը առաջ կմղեք, միգուցե ինչ-որ անդադ էստեղ, այնտեղ եք գնում, որ անեք ձեր գործերը, հասցնեք, միգուցե կիրակի փակ է։ Եվ նորություններ կլսեք, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն։ Պես արագ կանեք, հա, ինչ-որ բաներ ոնց որ արագի մեջ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։